Այն, ինչ այս օրերին տեղի ունենում Դավոսում մեր աչքի առաջ, վկայում է, թե ինչ արագությամբ է փոխվում աշխարհը։ Մինչ մենք մեզ հանգստացնում ենք շուտով կանցնեն այս խառը ժամանակներն ասելով, մեծերը արագ պայմանավորվում են, բաժանում ազդեցության գոտիները, փոխում խաղի կանոնները ու հետո մեզ ուղակի ասում հարմարվեք։ Հայաստանի համար ամենավտանգավոր բանը ինքնախապեյությունն է, թե կարելի է անվտանգ լինել միայն դեկլարացիաներով կամ հայտարարություններով կամ միայն լավ հարաբերություններով։ Անվտանգությունն այսօր կառուցվում է շատ պարզ հիմքերի վրա, որ տնտեսությունը կախված չլինի մեկ կենտրոնից, որ էներգետիկան, ճանապարհները, կենսական ենթակառուցվածքները չկենտրոնանան մեկ հոգու ձեռքում, որ բանակը միշտ պատրաստ լինի, որ պետական ինստիտուտները միշտ աշխատեն, որ կրթությունը, տեխնոլոգիան մրցունակ լինեն։ Սա է ինքնիշխանությունը, երբ ճնշման պահին դու ունես ընտրություն, ոչ թե արդարացում։ Ու կա եւս մեկ կարևոր ճշմարտություն. երբ մենք խնդիրը չենք ախտորոշում պարզ ձևակերպումներով, մենք չենք խնայում դիվանագիտությունը, մենք խնայում ենք պատասխանատվությունը։ Մեզ պետք է սթափություն, կազմակերպվածություն եւ գործընկերային ուժ հիմա, ոչ թե հետո։